Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Ինքը փորձում է, այսպես ասած, մոդային ինչ-որ պահի տակ, նայած եթե ինքը Ստրասբուրգում է, կարող է պրոեվրոպական ելույթ ունենա, եթե Վաշինգտոնում է, կարող է պրոամերիկյան ելույթ ունենա, եթե Մոսկվայում է, կարող է հայտարարել, որ ինքը դարավոր երազանքների մեջ է եղել, որ Ռուսաստանի հետ լավ հարաբերություններ պահպանի։ Ադրբեջանի հետ ինքը, եթե նկատում եք, ինչ դիֆերանսներով է հանդես գալիս Ադրբեջանի նկատմամբ, կարծես մենք դարավոր եղբայրներ էինք, որոնք նորենք իրար հայտնաբերել որպես եղբայր։ Իր քծնանքը ամերիկացիներին զրոյական ազդեցություն ունի ամերիկացիների համար, իր այսպիսի պահվածքը Իրանի հանդեպ Իրանը շատ լավ հասկացել են այդ մարդը ով է իրականում, ինչ է Իրանից ներկայացնում։ Ես կարծում եմ, որ այդ երաշխավոր ինստիտուտի ամենահարմար տարբերակը դա այս պայմանությամբ Ռուսաստանն է, ինչու՞։ Որովհետև երաշխավոր կարելի է այն երկիրը, ով ունի հնարավորություն գետնի վրա զսպել պայմանականության կողմերին, հա, Հայաստանի կամ Ադրբեջանի մեկը մյուսի վրա չհարձակվելու համար։ Այս իշխանության պարագայում Ադրբեջանը ոչ մի ապրանքել չի վերցնելու Հայաստանից, որտեղ գիտեք, այսպիսի մոդել կա, եթե ուժեղը տեսնում է, որ թույլը մնացել է թույլ, ինչի պետք է ինքը շահագրգռված լինի, որ այդ թույլը կարողանա զարգանալ։ Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանի երկարությունը 1000 կիլոմետր է։ 1000 կիլոմետրանոց սահմանը Ադրբեջանը չի ճանաչել։ Հասկանում եք, ընդամենը 12 կիլոմետրն է Ադրբեջանը ճանաչել, այն էլ Տաուշի մարզում մեր կողմից զիջումների արդյունքում մոտավորապես 53-54-55%-ից ավել է թե մարդիկ մասնակցեն, ինքը որևէ շանս չունի իշխանությունը վերարտադրվելու։ Բարև ձեզ, այսօր Փաստ-Ինֆոյի հյուրը քաղաքագետ Երվանդ Բոզոյանն է։ Բարև ձեզ, պարոն Բոզոյան, շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ Պարոն Բոզոյան, Նիկոլ Փաշինյանը օրերս Ստրասբուրգում էր եւ դատելով այնտեղ նրա հայտարարություններից կարող ենք արձանագրել, որ Փաշինյանը ներկայացնելով Հայաստանը իրեն դիրքավորեց պրոամերիկյան ուժերի կողքին, ուժերի շարքում, ասելով, որ Իրանը մեր դարավոր հարևանն է, բայց մենք մեր հետագա ճանապարհը ԱՄՆ-ի հետ ենք տեսնում։ Դեք ձևակերպել Փաշինյանին որպես պրոամերիկյան կամ պրոեվրոպական խիստ պայմանական է, որտեղ այդ մարդը օրվա կուրսով է վարում քաղաքականությունը, եթե հիշում եք սկզբնական փուլում, որ եկավ իշխանության, հայտարարեց, որ ինքը արտաքին քաղաքականության մեջ որևէ փոփոխություն չի անել, նույնիսկ Սիրիա ուղարկեց զորախումբ, որը նախկին իշխանությունները մինչ այդ պահի չէին արել։ Այն ժամանակ էլ համարվում էր պրոռուսական։ Այսինքն տեսեք, պատերազմի սկսված ժամանակ հիշում եք, թե ինքը ինչ ձևակերպներով էր բնութագրում Ադրբեջանին եւ Թուրքիային, նույնիսկ համեմատում էր թուրքական Օսմանյան կայսրության նվաճումների մասին Եվրոպայի վերաբերյալ, հա։ Հետո կտրուկ փոխեց իր հարաբերությունները, հիմա դարձել է պրոթուրքական, պրոադրբեջանական, այսինքն հենց ելույթներով է հանդես գալիս, որ ես sense ձևակերպեմ, ինքը քանի որ գավառական շատ սահմանափակ մտածողությամբ տիպի անձնավորություն է, արտաքին քաղաքականությունից պետական կառավարություն շատ քիչ բան է հասկանում, դրա համար ինքը փորձում է, այսպես ասած, մոդային ինչ-որ պահի տակ, նայած եթե ինքը Ստրասբուրգում է, կարող է պրոեվրոպական ելույթ ունենա, եթե Վաշինգտոնում է, կարող է պրոամերիկյան ելույթ ունենա, եթե Մոսկվայում է, կարող է հայտարարել, որ ինքը դարավոր երազանքների մեջ է եղել, որ Ռուսաստանի հետ լավ հարաբերություններ պահպանի։ Ադրբեջանի հետ ինքը, եթե նկատում եք, ինչ դիֆերանսներով է հանդես գալիս Ադրբեջանի նկատմամբ, կարծես մենք դարավոր եղբայրներ էինք, որոնք նորենք իրար հայտնաբերել որպես եղբայր եւ նրբահառնված, ասենք իրար հետ բենզին ենք վաճառում կամ չգիտեմ, ցորեն ենք տեղափոխում իրար, հա։ Եվ այդ իմաստով այդ մարդուն բնութագրել որևէ ինչ-որ մետության մեջ ճիշտ չէ։ Պարզապես մեր հասարակության մեջ շփոթություն կա եւ անընդհատ այդ սխալը մենք անում ենք։ Իրականում այդ մարդը օրվա կուրսով իր գլխավոր խնդիրը իր անվտանգությունն ու իր աթոռն է եւ իր շահերն է։ Այս մարդը շատ էր խոսում ընդդիմության ժամանակ, որ նախկին իշխանությունները, չգիտեմ, աթոռին են կարճած, թալանում են բան։ Ինքը միգուցե այդ երազանքները պահելով, ինքը նախանձը, որ ինքը մտածում էր, որ նախկիները լավ փող են աշխատել, ինքը այդ միգուցե ընդհանրում եմ այդ երազանքներ ունենալով ինքն է եկել եւ նախկիներից կրկնակի երակի անգամ ավելի շատ է հասել այն
բանին, որի մասին ինքը երազում էր, թեև այդ երազանքը ձևակերպում էր որպես քննադատություն։ Բայց տեսեք, նրա այս հայտարարությունը օրինակ ձեր կարծիքով չի կարող ասել Հայաստան-Իրան հարաբերությունների վրա կամ Ամերիկային հաջողանալը ինչ կտա այս բային Հայաստանին։ Գիտեք, ես sense ձևակերպեմ, ընդհանրապես իրան արդեն ոչ մեկ լուրջ չի վերաբերվում։ Իր քծնանքը ամերիկացիներին զրոյական ազդեցություն ունի ամերիկացիների համար, իր այսպիսի պահվածքը Իրանի հանդեպ Իրանում շատ լավ հասկացել են այդ մարդը ով է իրականում, ինչ է Իրանից ներկայացնում, ինքն էլ ինչ է անում, ինքը տեսնում է թե Ալիևը ինչ է անում, հետևից կրկնում է, որ հանկարծ սխալ չանի։ Ալիևը սկզբնական փուլում խիստ քննադատեց Իրանին, ինքը ձեն չանեց։ Հետո Ալիևը ցավակցեց, ինքը ցավակցեց։ Ալիևը հայտարարեց, որ հումանիտար օգնություն է տրամադրելու Իրանին։ Ինքը հայտարարեց, որ Հայաստանը պատրաստ է հումանիտար օգնություն։ Այսինքն այս մարդը մեծ հաշվով ինքը այսպես է մտածում, քանի որ ինքը գիտի, որ ինքը գավառական գործիչ է, ինքը բան չի հասկանում արտաքին քաղաքականությունից, ինքը փորձում է կրկնել այն ինչ որ հարևան երկրները անում են, մտածելով, որ եթե այդպիսի բան անի, ապա ամենաքիչը կվտանգի իր իշխանությանը։ Հիշենք, որ իր համար, իր իշխանության պահպանումը թիվ 1 խնդիրն է։ Պարոն Բոզյան, Նիկոլ Փաշինյանը նաև հայտարարեց, որ Հայաստանի հյուսիսի եւ հարավի միջև երկաթուղային կապ այլընտրանք չունի, պետք է անցնի Նախիջևանով։ Ստացվում է, որ մեր ներքին կոմունիկացիան դրվում է բարյացակամության վրա Ադրբեջանի։ Տեսեք, ես sense ձևակերպեմ, սա արդեն օբյեկտիվորեն այդպես է ստացվել, որ Հայաստանը անկախ իրանից ինքս համոզված եմ, որ իր ապարագայում Հայաստանի անվտանգությունը խիստ կասկածի տակ է լինելու, այսինքն Հայաստանի պետականությունը խիստ կասկածի տակ լինելու, բայց համարենք, որ ինքը չկա արդեն, հա, չի լինելու, ասենք հունիսի 7-ից եւ ամենամեծ հավանականությունն է, որ հենց այդպես է լինելու է, հա, ապա Հայաստանը բնականաբար պետք է վարի բաց կոմունիկացիաների քաղաքականություն։ Այսինքն այն ինչ որ մենք այդ տրիպ կոչեցյալով մենք տրամադրում ենք միջանցք Ադրբեջանին, բնականաբար նմանատիպ միջանցք մենք ակնկալում ենք ստանալ Ադրբեջանից դեպի Ռուսաստան եւ դեպի Իրան ճանապարհին։ Բնականաբար Ադրբեջանով դեպի միանալու ենք Ռուսաստանին, իսկ Նախճիվանով միանալու ենք դեպի Իրանին։ Ասել որ մենք կախվածության մեջ ենք լինելու իրանցից, իրանք էլ մեզանից են կախվածության մեջ լինելու, այսինքն երկկողմանի կախվածությունն է, որ երաշխիք է տալու, որ կոմունիկացիաները նորմալ աշխատեն։ Եվ այդ իմաստով անկախ նրանից թե ինքը ինչ է հայտարարում, տրամաբանությունը կայանում է նրանում, որ իսկապես որպեսզի մեր տարածաշրջանում երկարատև խաղաղություն լինի, մենք պետք է երաշխավորված խաղաղության հիմքեր դնենք, իսկ երաշխավորված խաղաղության հիմքերից մեկը կոմունիկացիաների բացումն է։ Բայց այս պարագայում, երբ ադրբեջանական կողմը դեռ թշնամանքով է վերաբերվում Հայաստանին, ավելի նպատակահարմար չէր օրինակ միջոցներ ներդնել սեփական ենթակառուցվածքները զարգացնելու մեջ, քան օրինակ մեր ներքին կապի բանալին Բաքվին հանձնելը։ Տեսեք, ես sense ձևակերպեմ, թշնամական վերաբերվում Ադրբեջանը այնքան, ինչքան որ համոզված է, որ ինքը կարող է հասնել իր նպատակին։ Մենք ինչ ենք ասում, մենք ասում ենք պետք է մենք երաշխավորված խաղաղություն հաստատենք, այսինքն պետք է մենք Հայաստանի եւ Ադրբեջանի խաղաղ գործընթացի մեջ երաշխավորի ինստիտուտ մտցնենք, որպեսզի այդ երաշխավորը թույլ չտա, որ այդ թշնամական վերաբերմունքը կապիտալիզացվի ինչ-որ վտանգավոր քայլերով, եթե դա լինում է, բնականաբար մենք էլ մեր կոմունիկացիաները պետք է զարգացնենք, Սյունիքով պետք է նաև, բայց այդ Սյունիքի երկաթգիծը դա երկարաժամկետ process է, որտեղ մոտավորապես տարբեր գնահատականներով նույնիսկ 10-15 տարի առաջ մոտ 3 միլիարդ դոլարի ծրագրի կարգի էր այդ բանը, իսկ այդ 3 միլիարդը ներդնող օբյեկտիվորեն դժվար ենք մենք գտնելու, որտեղ Իրանը չունի այդ ռեսուրսները, որ կարող է անել, դրսի երկրների մեջ այդքան մեծ շահագրգռվածություն չկա, եւ եթե սկզբնական փուլում կարող ենք օգտագործել Նախճիվանի տարածքը, հետագայում Հայաստանից համոզված են, որ ճիշտ քաղաքականության պարագայում մենք լուրջ հասնելու ենք մեր տնտեսության զարգացմանը, հզորացմանը, ուժեղացմանը, եւ նաեւ դրսի շրջանակները տեսնելով, որ այդ կոմունիկացիան լավ աշխատում է, ես չեմ բացառում, որ նաեւ գտնվի դրսի ներդրողներ, ովքեր որ շահագրգռված կլինեն, որպեսզի արդեն Հայաստանի տարածքով էլ այդ երկարգիծը լինի, ինչպես որ ամբողջ աշխարհում դա ընդունվեց, այսինքն մի կոմունիկացիան չի աշխատում, մի 2-3 կոմունիկացիաներ են աշխատում, նույն Չինաստանը, օրինակ իր Մետաքսի ճանապարհի շրջանակներում, որտեղ հանգուցային կետը Իրանն է, ինքը փորձում է կառուցել Ադրբեջանով ճանապարհ, փորձում է Նախճիվանով ինքը շահագրգռված է, որ Նախճիվանի ճանապարհն էլ աշխատի, վաղը մյուս օրը որ ապրանքների քանակը մեծանան արդեն, ես չեմ բացառում, որ ինքը շահագրգռված լինի, որ նաև մեր Սյունիքով, բայց դա մոտ ժամանակների խնդիր դա ավելի հեռահար խնդիրներ է եւ դրա համար մենք պետք է ոչ թե հեռահար խնդիրները մոտ ժամանակների վրա ինչ-որ բան ասենք, այլ պետք է մենք փուլ առ փուլ, քայլ առ քայլ գնանք այդ ճանապարհով։
Տեսեք, դուք նշեցիք երաշխավորի ինստիտուտի մասով, ձեր դիտարկմամբ օրինակ ով կարող է երաշխավոր հանդես գալ այս պարագայում։ Տեսեք, ես կարծում եմ, որ այդ երաշխավոր ինստիտուտի ամենահարմար տարբերակը դա այս բայդրությամբ Ռուսաստանն է, ինչու՞։ Որովհետև երաշխավոր կարող է այն երկիրը, ով ունի հնարավորություն գետնի վրա զսպել պայմանական կողմերին, հա, Հայաստանի կամ Ադրբեջանի մեկը մյուսի վրա չհարձակվելու համար։ Տեսեք, այդ երաշխավորի ֆունկցիան կարող է լինել Թուրքիան, որի մեջ շահավետ չէ, համաձայն եք սրա հետ։ Կարող է լինել Իրանը, որը մի քիչ խոցելի է միջազգային ստանդարտների տեսակետից։ Միացյալ Նահանգները, բայց Միացյալ Նահանգները տեսնում եք ինչ սուր հարաբերություններ ունի Իրանի, Իրանը չի համաձայնվի այդ ֆունկցիան կատարելու, չէ՞։ Պատմականորեն ավելի քան 200 տարի Հայաստանն ու Ադրբեջանը եղել են ռուսական կայսրության կազմում։ Այսինքն պատմականորեն մեծ ավանդույթ կա, որ եւ Հայաստանը եւ Ադրբեջանը ապրելով ռուսական իմպերիայի շրջանակներում որոշակի տրադիցիա ունեն, բան ունեն, այսինքն որոշակի փոխվստահության էլեմենտներ կան իրար մեջ, հա, եւ այս համատության մեջ ամենահարմար տարբերակը դա Ռուսաստանն է։ Եվ ըստ էության Ռուսաստանը ավանդաբար միշտ այդ ֆունկցիան կարողացել է կատարել, լավ թե վատ, հա, որտեղ այլ երկիր, ասենք օրինակ Ֆրանսիան, չի կարող դեռ գետնի վրա ինքը որևէ ռեսուրս չունի, որ դա կատարի։ Տեսեք, բան այդ ուկրաինական պատերազմը կամ Իրանի շուրջ, Ֆրանսիայում ընդամենը, չգիտեմ, 70-80 հազար զորավիավորում կա, ընդ որում Ֆրանսիայի պոտենցիալը շատ սահմանափակ է եւ ինքն էլ չունի այդպիսի փորձ բացի աֆրիկյան երկրներից, որտեղ շատ չնչին ռեսուրսներ է դրվում, այլ տեղերում ինչ-որ նման տիպի ֆունկցիա կատարելու, հա։ Պարոն Բոզյան, Նիկոլ Փաշինյանը նաև հայտարարում է, որ շուտով հույս ունեն, որ հայկական ապրանքները եւս կարտահանվեն Ադրբեջան։ Ձեր դիտարկմամբ օրինակ ինչ է պատրաստվում Հայաստանը արտահանել Ադրբեջան եւ արդյոք ադրբեջանական շուկան պատրաստ է ընդունել հայկական արտադրանքը։ Տեսեք, ես կարծում եմ, որ ընդհանուր առմամբ այս իշխանության պարագայում Ադրբեջանը ոչ մի ապրանք էլ չի վերցնելու Հայաստանից, որտեղ գիտեք, այսպեսի մոդել կա, եթե ուժեղը տեսնում է, որ թույլը մնացել է թույլ, ինչի պետք է ինքը շահագրգռված լինի, որ այդ թույլը կարողանա զարգանալ, հա։ Եվ եթե դուք նկատել եք, միակողմանի process է գնում, Ադրբեջանն է ցորեն միջնորդավորում է, որ ռուսական ցորենն է գա կամ բենզին է գալիս, վառելիք է գալիս, բայց հայկական կողմից բան չի գնում։ Ինչի, որովհետև իրենց հասարակության մեջ այլ տրամադրություն կա։ Մինչև իրենց հասարակության մեջ տրամադրությունը չփոխվի, այսինքն իրանք մտածում են, որ Հայաստանը կլանելու են։ Հայաստանի կլանման համար տեսեք նույնիսկ այս նախընտրական փուլում, երբ որ Փաշինյանին շահավետ է, որպեսի ցույց տա, որ Ադրբեջանը պատրաստ է, հա, նույնիսկ այդ պարագայում Ադրբեջանը մինիմալ քայլեր է անում, որ դա ցույց տալու համար։ Եվ այդ իհարկե հերանեկարի իմաստով, երբ որ այս իշխանությունը չլինի, մենք ունենանք բանը երաշխավորված խաղաղության պայմաններ, այս մի կարևոր պայմաններից մեկը նաև ո՞րն է, սահմանների դելիմիտացիան եւ դեմարկացիան։ Շատերը չեն պատկերացնում Հայաստան։ Տեսեք, Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանի բանը երկարությունը 1000 կիլոմետր է։ 1000 կիլոմետրանոց սահմանը Ադրբեջանը չի ճանաչել։ Հասկանում եք, ընդամենը 12 կիլոմետրն է Ադրբեջանը ճանաչել, այն էլ Տաուշի մարզում մեր կողմից զիջումների արդյունքում, այսինքն մնացած 900 քանի կիլոմետրը ինքը չի ճանաչել, չի էլ ճանաչելու, որտեղ գրեք բնության մեջ չի լինում, որ եթե ասենք օրինակ, չգիտեմ, եթե ջունգլի օրենքների տեսնենք, ասենք նապաստակը չի կարող, չգիտեմ, գայելի հետ ընդհանուր պայմանագիր կնքի, եթե միջնորդ արջ չկա։ Եթե արջը լինում է, ինքը թույլ չի տալի, որ գայելը ուտի նապաստակին։ Հիմա տեսեք, եթե մենք համատենք Ադրբեջան ունի ռազմավարական սերտ համագործակցություն Թուրքիայի հետ, դրանք կարելի ասել մեկ ժողովուրդ երկու պետության մոդելով են զարգանում։ Այսինքն մենք Ադրբեջանի հետ բանակցելով փաստացի անուղակի բանակցում ենք նաև Թուրքիայի հետ, որտեղ Թուրքիան ամենասերտ հարաբերություններ ունի Ադրբեջանի հետ, եւ եթե Ադրբեջանի 10 միլիոնին գումարենք Թուրքիայի 80 քանի միլիոնը, դառնում է 90 միլիոնոնոց երկրի հետ մենք կարող ենք հավասարի բանակցություններ հարաբերություններ ունենալ, հասկանում եք, չէ՞, ինչ նախնդիր։ Այսինքն, ստեղ առանց լուրջ միջնորդի հնարավոր չէ այդ խնդիրները լուծել։ Մինչև դու սահմանները չճշգրտես, մինչև ինքը չճանաչի դե ֆակտո հողի վրա քո սահմանները, ոչ թե վերացական մակարդակով, հա, որտեղ ինքը հայտարարում է, որ Երևանը հին ադրբեջանական քաղաք է եղել, ընդհանրապես արևմտյան Ադրբեջանը, ինքը այլ նարատիվներով է հանդես գալիս, հասկանում եք, ինչն է։ Ինքը ճիշտ է ֆորմալ եվրոպական հարթություններով ասում է, ես ճանաչում եմ Հայաստանի տարածքային ամբողջականությունը, բայց ինչ է նշանակում Հայաստան, ասում է դա պետք է քննարկենք։ Սա է ամբողջ խնդիրը։ Պարոն Բոզյան, գալով Հայաստանի ներքաղաքական կյանքին
իշխանությունները պատրաստվում են ընտրություններին եւ ընտրություններին ընդառաջ արդեն փոփոխություններ են տեղի ունենում հանրական օրենսգրքում, օրինակ անցողիկ շեմը իջեցվել է մինչև 4%-ի եւ դրան զուգահեռ դաշինքներ կազմելու համար շեմը բարձրացվել է 8-ից 10%-ի։ Ինչ է սա նշանակում եւ ինչի համար է արվում սա։ Տեսեք, շատ պարզ իրենց այս խորհրդատվական ծառայությունները հիմնական Եվրոպայից խորհուրդ են տալիս մաքսիմալ այնպես անել, որ ընդդիմադիր դաշտը մաքսիմալ տրոված հանդես գա։ Ասեմ, որ մասամբ իրենց դա հաջողվել է։ Ինչի, եթե դու 5%-ի շեմը 4%-ից իջեցնում, դա նշանակում է խրախուսում ես, որ ուժերը ինքնուրույն փորձեն շատ մասնակցեն, որտեղ 4%-ն ավելի հեշտ է անցնել, քան 5%-ը, չէ՞։ Եվ հակառակը, եթե դու 7%-ից սարքում ես 8%, իսկ 4-ից ավել բանի ժամը 10%, դա նշանակում է դու խրախուսում ես, որ մեծ դաշինքներ չլինի, այսինքն մեծ կոնսոլիդացիաներ չլինի քաղաքական դաշտում։ Այս ամեն ինչը չերևացող եւ անուղղակի մակարդակով քայլել են, որպեսզի մաքսիմալ տրոված թողնեն ընդդիմադիր դաշտը եւ մաքսիմալ իրենք կոնսոլիդացված մնան։ Սա է ամբողջ խնդիրը։ Տեսեք, միևնույն ժամանակ կոալիցիա կազմելու հնարավորություն են տալիս ավելի շատ ձայներ հավաքած կուսակցություններին։ Հիմա դիցուք եթե իշխող ուժը հավաքի 35-ից 40%, ստացվում է, որ 9 օր ժամանակ կունենա ավելի փոքր ձայներ հավաքած կուսակցություններին ստիպելու, գուցե համոզելու, որպեսզի միանան իրենց, այս դեպքում ընդդիմադիր դաշտը ինչպես պետք է դիրքավորվի։ Տեսեք, դուք շատ ճիշտ դիտարկում եք անում, իրենց ամբողջ կոնցեպտը դրանք կայանում են նրանում, որ մաքսիմալ փորձեն վերարտադրվեն։ Բայց հաշվառելով այն հանգամանքը, որ մենք էլ ենք շփվում ենք հասարակության հետ, ժողովրդի հետ, մարդկանց հետ քննարկում ենք, հարցումներ ենք անցկացնում, տեսնում ենք, որ վիճակը շատ ծանր է իրենց համար։ Եվ մենք պետք է ամեն ինչ անենք, որ ընդդիմադիր դաշտում պետք է միասնական մթնոլորտ լինի, չհամագործակցել գործող իշխանության հետ։ Այսինքն շատ կարևոր է, որ, չգիտեմ, քանի կուսակցություն կանցնի կամ քանի դաշինք կանցնի պարլամենտում, իրար հետ միգուցե մրցեն այդ ընդդիմադիր ուժերը, բայց պետք է ամեն ինչ անենք, որպեսզի այդ ընդդիմադիր ուժերից որևէ մեկը չգնա կոմպրոմիսի իշխանության հետ։ Դա շատ կարևոր խնդիր է։ Այսինքն եթե մենք այդ մթնոլորտը պահպանենք, ապա ես կարծում եմ, որ իշխանությունը ոչինչ չի հաջողվի անել։ Դրա վառ օրինակը Գյումրիում էր։ Հիշում եք, այնտեղ կար խորը հակասություն երկու հայտնի գործիչների միջև, բայց ընդդիմության հանրային ընդդիմադիր տրամադրությունները ստիպեցին, որպեսզի այդ հակասությունները, որ խորը պատմական հակասություններ էին, իրանք մի կողմ թողեցին եւ միացան եւ ըստ էության իշխանազրկեցին ԿՊ-ին։ Պարոն Բոզյան, տեսեք, իշխանությունը ամեն ինչ անում է եւ իրենք էլ հայտարարում են, որ ամեն ինչ անում են, որպեսզի Գյումրի երկուսը չկրկնվի։ Այս պարագայում դուք ինչպես եք գնահատում ընդդիմության գործելավոճը եւ ձեր դիտարկմամբ հաշվի առնելով այս փոփոխությունները, ընդդիմությունը պետք է արդեն իսկ ընտրություններին կոալիցիայով գնա, թե ամեն դեպքում ընտրություններից հետո փորձեն միավորվել դաշինքներ։ Տեսեք, ես շատ լավ հարց եք տալիս, ես ուղղակի ձեզ կավելացնեմ, որ իրանք ասում են ոչ միայն Գյումրի երկուսը պետք է չկրկնվի, այլ պետք է կրկնվի վաղարշապետ մեկը։ Այսպես ձևակերպենք, իրենք շատ լավ հասկանում, թե ինչ են հասկանում վաղարշապետ մեկի տակ, եթե դուք նկատեցիք, վաղարշապատում իրանք հաղթեցին, որտեղ ընդդիմությունը ամբողջական ընդդիմությունը չմասնակցեց, այսինքն ամբողջական ընդդիմադիր ուժերը չմասնակցեցին, պատկերացրեք, Գյումրիում պրակտիկորեն բոլոր շրջանակները մասնակցել էին, խոշոր ուժերը ֆորմալ իմաստով չէին մասնակցել, բայց անուղղակիորեն մասնակցել էին տեղական գործիչների միջոցով, հա։ Վաղարշապատում այդպիսի վիճակ չեղավ եւ դրա համար երբ որ ասում եմ կկրկնվի վաղարշապետ մեկը ակնարկում են թե իրանք ինչ են հասկանում այդ ակնարկը մենք էլ ենք հասկացել եւ մենք էլ պետք է նախապատրաստենք այն իրավիճակին որ իրենք եթե այդպիսի քայլի գնան մենք էլ պետք է ունենանք պլան B որպեսզի կանխենք այդ process-ը դա կոչվում է մոտավորապես մոլդովական process-ում երկու կոմպոնենտ կար առաջինը որ սփյուռքն էր այնտեղ քվեարկում եւ երկրորդը որ իրանք թույլ չտվեցին ինչ որ ուժերի մասնակցելու ձևակերպեցին որ դրանք ռուսական հետք ունեն հիմա քանի որ սփյուռքում շանս չկա որ իրանք կեղծեն ինչպես մոլդովայում արեցին իրանք միակ հույսը մնացել է որ երկրորդ սցենարը աշխատացնեն բայց ընդդիմությունն էլ պետք է պլան B ունենա որպեսզի կարողանա այդ պարագայում այնպիսի կոնսոլիդացիա անի որ նույնիսկ այդ պարագայում իշխանությունը չկարողանա վերարտադրել
Պարոն տեսեք, նաև նոր օրենքով ստացվում է, որ եթե օրինակ կուսակցությունը ձայների 2/3-ն է ստանում, լրացուցիչ մանդատ նրան չի տրվում, սակայն եթե օրինակ հաղթահարում են 51%-ը, լրացուցիչ դառնում է բոնուսային կարգով այն 52%։ Արդյոք սա չի նշանակում, որ իրենք քաղաքացիների քվեները խմբագրում են եւ արդյոք սա վտանգավոր ազդակ չէ նաև հանրության համար, որ այսպես թե այնպես իրենց ձայները խմբագրվելու են եւ օրինակ մարդիկ չմասնակցեն ընտրություններին։ Տեսեք, ես այդ հարցին sense պատասխանեմ, ընդհանուր առմամբ այսօրվա այդ համակարգը դա ավտորիտար համակարգի բնորոշ նախագիծ է։ Այսինքն էսի գրել են մարդիկ, ովքեր որ մտածել են, որ իշխանությունը պետք է ունենա բոնուս վերարտադրվելու համար։ Հիմա հաշվառելով այդ հանգամանքը մեր հասարակությանը ես կոչ կանեի, որպեսզի մեր հասարակությունը այդ վտանգը տեսնելով այլ ավելի ակտիվ մասնակցություն ունենա, որպեսզի թույլ չտա, որ իրենք այնքան ձայն հավաքեն, որ ստանան այդ բոնուսը։ Եվ մենք հաշվել ենք, մեր ժողովուրդներն եմ ուզում ասեմ, եթե մոտավորապես 53, 54, 55%-ից ավել եթե մարդիկ մասնակցեն, ինքը որևէ շանս չունի իշխանությունը վերարտադրվելու։ Դա շատ կարևոր ցուցանիշ է։ 21 թվականին մասնակցել էր 48%-ը, հիշենք, 50%-ից ցածր։ Եթե մենք 53, 54, 55 այդ դիրքում եթե ավել լինի, ընդհանրապես կջախջախվելու է իշխանությունը։ Այսինքն մեր ժողովրդին մենք պետք է կոչ անենք, որպեսզի իրանք հասկանան պահը, վտանգավորությունը, թե ինչ հեռանկար կլինի Հայաստանում, եթե հանկարծ այս իշխանությունը վերարտադրվի, եւ պետք է մենք ամեն ինչ անենք, որ մեր ժողովուրդը գա քվեարկության եւ քվեարկի իր ուզած քաղաքական ուժին։ Եվ վերջում պարոն Բոզյան, հաշվի առնելով աշխարհում տեղի ունեցողը, ձեր դիտարկմամբ ինչ է սպասվում ընտրական Հայաստանին, նախընտրական Հայաստանին, ինչ զարգացումներ կարող են տեղի ունենալ եւ տարածաշրջանային գործընթացները որքանով կարող են ազդել մեզ վրա։ Տեսեք, ես տեսնում եմ, որ Հայաստանում իշխանությունը փոխվելու է մի շատ գործոնները հաշվի առնելով։ Գործոն համար առաջին Հայաստանի ողջ 30 տարվա պատմության մեջ կա ավանդույթ, որ մեկ անձը երրորդ անգամ չի կարող վերարտադրվել։ Տեր-Պետրոսյանը առաջի սրոկից հետո կես սրոկ անցավ, եթե հիշում եք, Ռոբերտ Քոչարյանը 2 սրոկ, 2 ժամանակահատված կառավարեց, Սերժ Սարգսյանը 2 ժամանակահատված կառավարեց, երրորդը չստացվեց։ Այսինքն փաստացի մեր պատմությունը ցույց է տալիս, որ Հայաստանի հասարակությունը մեկ մանձին երրորդ անգամ վերարտադրել թույլ չի տալիս։ Ավելին ասեմ, որ ընդհանրապես աշխարհի բոլոր դեմոկրատական երկրներում կա դրույթ, որ նախագահան 2 անգամից ավել չի կարող վերընտրվել։ Կան երկրներ, որոնք դա թույլ են տալիս, ասենք Բելարուսում, Ռուսաստանում, Ադրբեջանում, բանում, միջինասիական երկրներում, բայց այդ երկրները հարուստ են իրենց բնական պաշարներով։ Հարուստ բնական բնակ, ասենք Սաուդյան Արաբիայում вообще թագավորական համակարգ է, որտեղ այդտեղ նավթով, գազով հարուստ երկրներ, այսինքն այդ երկրներում հնարավոր է այդպիսի բան անել, կամ տոտալիտար երկրներ կան, բայց դեմոկրատական կամ կիսադեմոկրատական երկրներում մեկ մարդը չեք տեսնի այդպիսի օրինակ, որտեղ մեկ մարդը երրորդ անգամ վերընտրվի։ Առավել եւս, որ եթե մենք նայում ենք, թե Հայաստանում քանի ղեկավար է եղել, եւ ինչ արդյունքներ է տվել, ապա այս մարդը իր արդյունքներով ամենավատ կառավարիչն է եղել։ Իր կառավարման ընթացքում մենք կորցրել ենք Արցախը, իր կառավարման ընթացքում Հայաստանը իր աշխարհագրական դիրքը սուբյեկտից դարձել է օբյեկտ, եւ վերջապես Հայաստանի պետականության վտանգի առաջ է կանգնած, որը երբևիցե չի եղել մինչև իր իշխանության գալը։ Եվ այդ դրան գումարենք, եթե դրան գումարենք այն սոցիալ-տնտեսական խոսումները, որ ինքը տվեց եւ չարդարացվեցին, տեսեք ինքը խոսում էր արդարության մասին, Հայաստանի էկոնոմիկան 2 անգամ մեծացել է, 13 միլիարդից մինչև 29 միլիարդ է դարձել իրենց թվերով, թեև IMF-ի թվերով 27 միլիարդ է, հա, դարձել է 29 միլիարդ, բայց մարդկանց կենսամակարդակը խոմ 2 անգամ չի բարձրացել։ Ճիշտ հակառակը, բանկերի շահույթն է 11 անգամ մեծացել, $100 միլիոն 20 թվականին դարձել է 25 թվականին 1 միլիարդ 100 միլիոն $։ Դուք հասկանում եք այդ ինչ թիվ է ինձ ներկայացնում, չէ՞ ավել նույնիսկ էլի։ Այսինքն փաստացի այս սոցիալական անարդարությունը ճճում է պարզապես իր կառավարման ընթացքում։ Համեմատելի չէ նույնիսկ նախկինների հետ կապված, նախկիններում էլ մի առանձնապես արդար համակարգ չկար, բայց այս իշխանության պարագայում խայտարակ վիճակ։ Այսինքն բոլոր ցուցանիշներով այս մարդը ձախողել է իր կառավարումը եւ հույս ունենալ, որ ինքը պետք է երրորդ անգամ վերարտադրվի, այդ մենակ ինքը պետք է ուզենա, որտեղ իր համար կա անվտանգության խնդիր։ Նախկինները այդպեսի բան չեն ունեցել, այդպես վտանգներ չեն ունեցել։ Այս մարդը ունի։ Միայն այդ գործոնն է, որ իրեն վախի մեջ է պահում եւ փորձելու է ամեն ինչ անի, որ վերարտադրվի, բայց բնության օրենքները ցույց են տալիս, որ նույն վիճակներն նաեւ Սաակաշվիլիի ժամանակ Սաակաշվիլին չկարողացավ վերարտադրվել երրորդ անգամ։ Տեսեք,
2003 թվականին եկավ, 2012 թվականին 9 տարի անց պարտվեց։ Նույնը կարելի ասել այս իշխանությունը օբյեկտիվորեն փաստացի 8 տարի անց 2010-ին ինքը օբյեկտիվորեն պարտվելու է։ Շատ լավ, շնորհակալ եմ հարցազրույցի համար։ Այսօր իմ հյուրը քաղաքագետ Երվանդ Բոզոյանն էր։ Փաստ-ինֆոյի հաղորդումներին արագ հասանելիություն ունենալու համար կարող եք բաժանորդագրվել YouTube-յան մեր ալիքին։ Համախմբենք եւ փրկենք հայրենիքը ներքին ու արտաքին թշնամուց։ Մինչ նոր հանդիպում։